որտեղ նշվում է, որ Հայաստանի կողմից գործուղված անձնակազմը կատարում է իր պարտականությունները եւ դրսեւորում է բացառապես ԵՄ ճգնաժամային կառավարման ռազմական գործողության շահերին համապատասխանող վարքագիծ, սա Code of Conduct-ի երևի ինչ-որ մասով անդրադառնում է, պահպանելով վարքագծի այն ամենաբարձր չափանիշները, որոնք սահմանված են ԵՄ ճգնաժամային կառավարման ռազմական գործողությունների համար կիրառվող քաղաքականությամբ։ Այս ռազմական գործողությունների համար կիրառվող քաղաքականություն ասվածի մեջ է ինձ թվում է պատասխանը պարոն Գևորգյանի հարցի, որը երևի կարող եք հիմա ասել, որտեղ կարելի է ծանոթանալ այդ քաղաքականությանը։ Շնորհակալություն, մենք հավելյալ տեղեկություններ կուղարկենք դրա մասին, այսինքն որտեղ կա նշված ԵՄ կոնկրետ քաղաքականություն։ Եկեք այսպես պայմանավորվենք, հա, պարոն Սաֆյան, որպեսզի բան չանենք, չէ, խոսի։ Ամեն դեպքում, քանի որ պատգամավոր լքեց, իր կարծիքով իր հարցի պատասխանը չստանալով, անկախ այսօրվա քվեարկության արդյունքից դուք այն փաստաթուղթը, որը որ պարոն Գևորգյանը հայցում էր եւ որը որ ենթադրում էր, որ անպայման պիտի լինի կամ որի չլինելը խնդրեմ է, դուք անպայման գտնեք, մեզ ուղարկեք, խնդրեմ շարունակեք։ Ուղարկենք պաշտոնական նամակով ազգային ժողովրդին։ Չէ, եթե կա ասելու բան, խնդրեմ շարունակեք։ Տիկին Գալստյանի հարցի պատասխան։ Ես ասում, այսինքն եթե կոնկրետ ես նախ նշեցի, որ ստանդարտներով է իրականացվելու այդ գործողությունը եւ եթե հետաքրքիր է որտեղ են այդ ստանդարտները կամ քաղաքականությունը կոնկրետ շարադրված, կուղարկենք այդ փաստաթղթերը։ Տիկին Գալստյան արձագանք ունեք։ Խնդրեմ Տիկին Ղազարյան։ Պարոն Սաֆարյան, ես մի հարց ունեմ, այստեղ ֆինանսական հարցեր է բաժնում, հոդված 11-ում ասում է, որ ծախսերը հոգում է Հայաստան է գրում, ուրեմն իր մասնակցության հետ կապված բոլոր հարցերը։ Հիմա մենք բյուջեի ամսի 2-ին բյուջեն ենք քվեարկելու։ Եվ իհարկե անկախատեսելի է, չէ՞, օրինակ հաջորդ տարի ԵՄ-ն մեզ դիմելու է որևէ կլինի քաղաքացիական, դիտորդական առաքելություն ռազմական մաս լինելու։ Հիմա այս բյուջեի պլանավորման հարցում ո՞նց ենք մենք առաջնորդվում։ Այսինքն մենք նախապես ինչ որ տողով ունենում ենք ֆինանսավորում, որը կարիք լինելու դեպքում ծախսելու ենք, թե դուք արտահերթ գալու եք խորհրդարան եւ վերաբաշխման հարցով դիմեք մեզ։ Շնորհակալություն, նախ ոչ բոլոր ծախսերն է Հայաստանը հոգում, այստեղ ընթացիկ ծախսերը ԵՄ կողմի վրա է եւ ընդհանրապես ԵՄ-ն կարող է որոշ դեպքերում որոշում կայացնի ընդհանրապես ազատել Հայաստանի ծախսերից, եթե հատուկ ներդրում կա Հայաստանի կողմից կոնկրետ առաքելության դեպքում։ Ես կդժվարանամ այս պահին ասել ինչպես մենք կարող ենք կանխատեսել այդ ծախսերը, բայց թերևս այս դեպքում առանձին դիմումը լինի բյուջեի հետ կապված, այսինքն առանձին, չգիտեմ, վերաբաշխումը լինի, որտեղ այս, հա։ Ես զուտ ընթացակարգային ինձ հետաքրքիր է, օրինակ, երբ որ Հայաստան առաքելությունն ուղարկվեց, կարող եք լիագումարի ժամանակ ներկայացնել, թե այլ պետություններում այս հարցը ոնց է լուծում, այսինքն իրենք տարեկան ներդրում են ունեցել, այսինքն Հայաստանը աննախադեպ դեպք է եղել, արագավորոշ, այսինքն իրենք վերաբաշխում են արել, ոնց է պլանավորվում։ Ինֆորմացիայի կարգով, քանի որ լիագումարի մասին ասացիք, Տիկին Ղազարյան ուզում եմ ասել, որ լիագումարում հարցը ներկայացնելու է մյուս փոխնախարարը, պարոն Կոստանյանը, հանձնաժողովում պարոն Սաֆյանն է ներկայացնում, այնպես որ պատասխանեք պարոն Սաֆյան, բայց ուղղակի ձեր ինֆորմացիայի համար, որ խնդրեմ։ Շատ լավ, ես այս առումով ինչ որ ուզում եի ասեցի, այսինքն ես մտածում եմ, որ ապագայում, երբ որ որոշակի ինստիտուցիոնալիզացիա կլինի արդեն կապված մեր մասնակցության հետ, գուցե եւ առանձին տող դրան հատկացվի, բայց այս պահին դժվարանում եմ ասել, արդյոք մյուս տարվա բյուջեում այդպիսի բան կարելի է, այսինքն հաստատ մյուս տարվա բյուջեի համար պետք է հատուկ դիմել դրա հետ կապված վերաբաշխում անել։ Այլ հարցեր կան։ Խնդրեմ Տիկին Գալստյան, իհարկե։ Ես ուզում եի պարզապես նաև այս գործընթացի դրական կողմերի
մասին էլ խոսենք, եւ ես կարծում եմ սա ոչ միայն հնարավորություն է ծառայության տրամադրման եւ անվտանգության համատեքստում փոխադարձության սկզբունքով, այլ նաեւ մեր համար շատ լավ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման հնարավորություն է, փորձի փոխանակման կլինի թե ռազմական տարբեր գործընթացների վերապատրաստում չէ որպես այդպեսին, բայց ես կարծում եմ բնականաբար սովորելու շատ բան կունենանք եւ փորձի փոխանակումը էականորեն կասի նաև մեր ծառայության որակի առումով այս կոնտեքստում։ Բնականաբար այս կետը ես նշեցի, այսինքն դա Հայաստանին միջազգային մակարդակի փորձառություն է, տալիս է հնարավորություն ծանոթանալ, կիրառել այդ փորձառությանը եւ այստեղ կարեւոր է, որ դա ոչ միայն մենք անընդհատ խոսում ենք ռազմական, ոնց որ անընդհատ նշվում է ռազմական կոմպոնենտը, բայց այստեղ կարող է մասնակցությունը լինել, ասենք, ռազմական բժիշկներ կամ քաղաքացիական բժիշկներ կամ այլ ոլորտի սարքավորներ կամ այսինքն այս պահին դժվար է ասել, բայց շատ լայն է, այսպես ասած, ներգրավումը մասնագիտությունների առումով, այդ առումով, այսինքն շատ կարևոր փորձառություն Հայաստանը ձեռք կբերի մասնակցելով այս առաքելություններին։ Շնորհակալություն։ Եթե այլ դիտարկումներ չկան, ես էլ երկու խոսք ասեմ։ Ես նկատեցի, որ մի տեսակ լարվածություն առաջացավ այդ ռազմական կոմպոնենտի մասին խոսելիս, բայց ես ցանկանայի շատ ուղիղ ասել, կարող է եւ հենց լինի հենց ռազմական, հենց զինված ստորաբաժանման մասնակցություն, ինչպես որ մենք ունեցել ենք այլ առաքելությունների շրջանում, դրանից պետք է ոչ թե վախենալ, այլ դա ընդհակառակը ներկայացնել որպես ձեռքբերում եւ քաղաքական իմաստով եւ ռազմական այսպես ուսուցման իմաստով, այսինքն մենք պետք է ուրախանանք, որ մենք ոչ միայն օգնություն ենք խնդրում Եվրամիությունից իրենց օրինակ առաքելության տեսքով, իրենց քաղաքական աջակցության տեսքով, այլ նաեւ մենք ենք աջակցություն։ Մենք ենք մեր կողմից աջակցում իրենց առաքելություններին այլ տեղում, որ սա մի կողմանի ճանապարհ չի, որ մենք միշտ ուզում ենք ու ոչինչ չենք տալիս, իհարկե, բնականաբար, եթե լինեն ծախսերը, եթե հասնենք այդտեղ, որ քաղաքական որոշումը կայացվի, բնականաբար, հիմա երբ որ մեզ էլ պետք է օգնություն, հետ պետությունները իրենց ծախսով եկել են եւ օգնում են մեզ, չէ, արդեն 3-րդ տարին, 4-րդ տարին արդեն լրանում Եվրամիության դիտորդական առաքելության։ Միլիոնավոր դոլարներ են ծախսում մեր խնդրանքով, մեր պետության տարածքում տեղակայված առաքելության վրա, հələ այնտեղ բացի Եվրամիությունից էլի պետություններ միացել, այսինքն մեր նեղ, այսպես ասած, օրին իրանք հասել են, մեզ աջակցել են։ Հիմա մենք ինչ վատ բան կան անում, որ որևէ այլ առաքելության, որևէ այլ տեղ Եվրամիության մանդատով, բնականաբար այդ պետության այնտեղ, որ այն տեղակայված է լինելու, այդ պետության համաձայնությամբ մենք մեր աջակցությունը ցուցաբերենք այդ առաքելությունը, սա կարծում եմ, որ միայն լավ բանի մասին է խոսում եւ միայն կարելի է որպես ձեռքբերում ներկայացնել եւ ամենևին ընդհանրապես չխորշել, նույնիսկ եթե ռազմական կոմպոնենտից ենք խոսում, ուրեմն ռազմական խնդիր կարող է միտեղ կա լուծելու եւ եթե մեր ռազմական գերատեսչությունը համարի, որ մեր ռազմական եւ փորձի համար եւ միջպետական ռազմական համագործակցության տարբեր ասպեկտները լրացնելու տեսանկյունից դա արդեն ռազմական գերատեսչությունը կորոշի, իրանք կորոշեն։ Պետքա, եթե այդպիսի որոշում կայացվի, այո, պետքա դրան էլ մասնակցենք, ինչպես ասացի, մասնակցել ենք Իրաքում, ժամանակին Աֆղանստանում, ինչպես Լիբանանում, այո, ու կարծեմ մեր ժամանակ նման բաներ հարցեր չէին ծագում, թե վայ ոնց կլինի բա ռիսկը, այո, ընդհանրապես կյանքը ռիսկ է, ռազմական լինի քաղաքացիական, ինչի հետ քաղաքացիական դիտորդական առաքելությունը, որ տեղակայվել է այստեղ, ռիսկի տակ չի տեղակայվել, ընդ որում անզեն, իրենք անզեն են, կանգնած են սահմանին, որի այն կողմում գտնվում են զինված մարդիկ, այսինքն իրանք մոտ պատկերացնում եք այդ 27 պետությունները վեր կենային, թեկուզ մեկը ասես չէ, տանում եք մեր անզեն քաղաքացիներին դնեք բանի ռիսկի տակ, ինչա թե Հայաստանի անվտանգության մասին ենք մենք մտածում, պատկերացնում եք այդպիսի խոսակցություն լինել այնտեղ։ Կարծում եմ, որ մենք էլ պետք է նույն կառուցողական ոճով իրենց պատասխանենք։ Շնորհակալություն հարգելի գործընկերներ,
Եթե այլ դիտարկումներ կա, պարոն Սաֆյան, այլ։ Չէ, ես ուղղակի ուզում եմ նշել, որ ես ամենևին չի ուզում ռազմական կոմպոնենտի հետ կապված ինչ որ այդպիսի, ասենց ասեմ, սահմանափակում կամ ինչ որ նեգատիվ ուղղակի այն որ ցույց տալու, որ սա միայն ռազմական կամ չգիտեմ ուժային կառույցների հետ չի կապված, ավելի լայն ոնց որ համատեքստ ունի, Հասկանալի է։ շնորհակալություն։ Շնորհակալություն հարգելի գործընկերներ, եթե այլ դիտարկումներ չկան, ես հարցը դնում եմ քննարկման, քվեարկության, ովքեր են կողմ նախագծին դրական եզրակացություն տալուն, քանի որ այլ պատգամավորներ չկան, դեմ եւ ձեռնպահել չկա, շնորհակալություն, ուստի հարցը կընդգրկվի առաջիկա արտահերթ նիստերի օրակարգում։